հարցադրությունները կրողն ենք եղել եւ այն հարցադրումները, որ տարբեր պանելների շրջանում բարձրաձայնվել են հարգարժան մասնագետների, գիտնականների կողմից, իսկապես շատ արդիական են եւ մենք իսկապես կարիք ունենք իմի բերելու մեր գիտական միտքը, տարբեր միջկերատեսչական համախմբվածությունը ի վերջո վերջնական ռազմավարություն եւ հատուկ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ եւ նմանատիպ հանդիպումները իհարկե շատ կարեւոր են այդ քաղաքականությունը իրականացնելու տեսանկյունից։ Ես իհարկե չեմ չարաշահի ձեր համբերությունը, գիտեմ, որ արդեն օրվա վերջ է եւ շնորհակալություն եմ հայտնում այս ինձեռված հնարավորության համար։ Ես մասնակից եմ եղել իհարկե պատմամշակութային ժառանգությանն առնչվող, քանի որ այսօր գիտենք նաեւ, որ մեծ նաեւ արդիական տերմին է մշակութային ցեղասպանություն տերմինը եւ ներկայ եղել ողջունում եմ գործընկերներին, ում հետ ես գրեթե մեծ մասի հետ աշխատանքային նաեւ գործնական հարաբերություններ ունենք։ Ուղղակի զուտ ներկայանամ, որ ես Ազգիկ Մարավյանն եմ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետը եւ այն բոլոր հարցերը, որ այսօր այստեղ արձակվեցին տարբեր բանախոսների կողմից, մեր հարգարժան գիտնականների եւ գործընկերների կողմից իրավի շատ արդիական են եւ պետք է ձեզ վստահեցնեմ, որ բոլոր այն դրույթները, որոնք հատկապես առնչվում են մեր պատմամշակութային հարուստ եւ բազմադարյան ժառանգության պահպանության ուղղությամբ դրան նախարարության եւ կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Նշեմ, որ վերջերս շուրջ 2 շաբաթ առաջ ընդունվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահրճակման 2023-27 թվականների ռազմավարությունը եւ դրա մեջ արձակված 4 հիմնական նպատակներից մեկը հենց հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունն է Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ այս համատեքստում հատկապես մեզ համար այսօր հրատապ դարձած Արցախի մեր պատմամշակութային ժառանգության պահպանության տեսանկյունից հրատապ բոլոր քայլերը նախարարության եւ կառավարության կողմից ձեռնարկվում են, թե արդեն Լեռնային Ղարաբաղում օկուպացված տարածքներում մնացած մեր պատմամշակութային ժառանգության պահպանության, դրանց ֆիզիկական պահպանության հետ կապված եւ այսօր նաեւ 23 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո, երբ մեր Արցախահայությունը բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղից, նաեւ մեր Արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ, որը կարծում շատ ավելի նաեւ հրատապ հարց է եւ այս ուղղությամբ վերջին պահին այդ դրույթը նույնպես մտավ մեր ռազմավարության կարևորագույն կետերից մեկ։ Այստեղ նաեւ խոսք հնչեց որոշակի անդրադարձեր արվեց պետության կողմից ձեռնարկվող քայլերի մասին, նշեմ, որ հատկապես նյութական եւ մեր հուշարձանների պահպանությունը մեր օրակարգի առաջի կետերից մեկն է եւ քանի որ նաեւ որպես անփոփիչ դրույթ նշվեց, որ եթե չկա, ապա նաեւ կառավարության հետ խոսք լինի, որպեսզի հատկապես ուղղորդված քաղաքականություն իրականացվի, զուտ ուզում եմ մի թիվ ներկայացնել, որ 2024 թվականի համար հուշարձանների, հայկական հուշարձանների պահպանության, դրանց վերականգնման նախագծման բյուջեն կազմում է 1 միլիարդ 200,000 դրամ, որը շուրջ 600%-ով երբևէ նման թիվ գոյություն չի ունեցել։ 2018-20 թվականին այդ թիվը կազմել է ընդամենը 78 միլիոն։ Իսկ այսօր մենք 3 տարի, 4 տարի հետո խոսում ենք 1 միլիարդ 200,000-ի մասին։ Այս տարվա բյուջեն կազմել է 400 միլիոն եւ հրատապ մեր օրակարգում է մեր պատմամշակութային ժառանգությունը։ Նաեւ բազմաթիվ նախաձեռնությունների մասին խոսվեց Հայաստանի սահմաններից դուրս մեր պատմամշակութային ժառանգություն, տարբեր մասնավոր նախաձեռնությունների մասին, սա համատեղ կոլեկտիվ ջանք է պահանջում եւ պետությունը համագործակցում է բոլոր ներգրավված կազմակերպությունների եւ էնտիտիների հետ։ Ես չեմ ուզում եւ չեմ էլ կարող շատ փակագծեր բացել, բայց այդ շատ նախաձեռնությունների հիմքում եւ դրանց հետեւում կանգնած է պետությունը։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ բոլորի բարի երեկո եմ մաղթում եւ իհարկե միշտ պատրաստական ենք համագործակցության։ Շնորհակալություն։